Հորիզոնի տաղավարում է իրանագետ Վարդան Ոսկանյանը, շնորհակալություն Վարդան, արդեն Իրանը պաշտոնապես հայտարարեց, որ իր կարծիքով մեղավոր է Սաուդյան Արաբիան եւ այդ ամենը այս բոլոր իրադարձությունները հետևել են Թրամփի Սաուդյան Արաբիա այցին։ Կարելի է տեսնել պատճառահետևանքային կապ թե ոչ։ Ակնհայտ է, որ պատճառահետևանքային կապը այս պարագայում մերժելը չափազանց անտրամաբանական կլիներ, որովհետև գործողությունների եւ քայլերի մի շղթա է կարծես ձևավորվել Տրամփի այցը Սաուդյան Արաբիա, հակաիրանական դաշինքի ձևավորման փորձ, դրա արդյունքում Կատարի նկատմամբ ըստ էության պատժամիջոցների կիրառում մի շարք երկրների, արաբական երկրների, այդ թվում նաեւ Սաուդյան Արաբիայի կողմից, այնուհետև ահաբեկչական հարձակումներ մի այնպիսի երկրում, որտեղ մենք այս վերջին տարիների ընթացքում համենայն դեպս նման գործողությունների ականատես չենք եղել։ Այսինքն կարծես թե գործարկվել է մի մեքենա, որը չնայած ճեղքեր է տալիս Կատարի դաշինքին չմասնակցության տեսքով եւ այլ գործընթացներով, այսուհանդերձ որոշակի քայլերի գնում է եւ այդ քայլերի արդյունքում տուժում է նաեւ իրանցի հասարակ ժողովուրդը։ Ներեցեք, դուք ասացիք Կատարի չմասնակցությունը, այսինքն Կատարը պատժվում է նրա համար, որ չի մասնակցել հակաիրանական դաշինքին։ Գաղտնիք չէ, որ իրականում պատժվում է հենց դրա համար, չնայած պատրվակը կամ պաշտոնական հայտարարությունները, որքան էլ զավեշտալի թվան, Կատարի հանդեպ մեղադրանքներ են ահաբեկչությանը օժանդակելու հարցում, այնինչ մենք գիտենք, որ ահաբեկչությանը Կատարը որոշակի օժանդակություն ցուցաբերում է, բայց դա անում է ավելի լայն չափերով նաև Սաուդյան Արաբիան։ Եվ ըստ էության այս դաշտում խոշոր տարբերություն Կատարի եւ Սաուդյան Արաբիայի միջև չկա։ Ավելի շատ նույնիսկ որոշ դեպքերում Սաուդյան Արաբիայի ձեռքն է նկատվում ահաբեկչական շարժումներում, խոսքը վերաբերում է թե իսլամական պետության, թե Ալ-Կաիդայի տարբեր ճյուղավորումների, թե այլ բազմազան եւ բազմաշերտ այս ահաբեկչական ամբոխի տարբեր խմբավորումների վերաբերյալ, քան դիցուկ Կատարին է։ Հիմա ահաբեկչության պատասխանատուների հարցում կարծես թե որոշակի առումով պարզ է այս ամենը, բայց ո՞րն է նպատակը։ Նպատակը մի քանի թիրախ է։ Առաջինը ազդել Իրանի ներքաղաքական, ներերկրային կյանքի անվտանգության եւ կայունության վրա, այսինքն թե իրանական պաշտոնական շրջանակների մոտ առաջացնել որոշակի ջղաձգություն, թե Իրանի հասարակության ներսում խաղաղ մթնոլորտը, անդորրը խաթարել, բայց կարծում եմ Իրանը այն բացառիկ պետություններից է, որը տարածաշրջանում ունի հազարամյա ներկայություն եւ այս ճգնաժամից շատ ավելի դժվարին ճգնաժամեր էլ իրանցիները կարողացել են հաջողությամբ կառավարել։ Այս իմաստով Իրանի արձագանքները կարծում եմ, որ չեն լինելու հապշտապ, չեն լինելու ջղաձիգ, չեն լինելու ոչ խելամիտ, չմտածված եւ ահաբեկչությունը ձեռնարկողները կամ այդ ահաբեկչությունը ուղղորդողները, այս ամբողջ ծրագիրը հակաիրանական կազմողները չեն կարող հաջողության հասնել բազմաթիվ գործոններ հաշվի առնելով։ Որպես կանոն Իրանը նման ճգնաժամերից դուրս է գալիս հաղթողի կարգավիճակում։ Խոսքը վերաբերում է թե սիրիական ճգնաժամը, թե Իրաքում գործողությունները, թե Պարսից ծոցի ավազանում զանազան գործընթացներ եւ իրանցիները ունեն այդ պոտենցիալը հաղթահարելու նման դժվարություններ։ Տարածաշրջանում իրավիճակը կփոխվի, Իրանը վախեցողներից չէ, ինչպես ասացիք, եւ դարավոր պետականություն ունեցող մի երկիր է։ Ինչ որ բան կողքերքը, այսպես ասած, կարող է փոխվել թե չէ։ Գիտեք, ակնհայտ է, որ Իրանը ինչ որ առումով ստանում է հակաահաբեկչական պայքարում գործողությունների ազատության բավական լայն դաշտ։ Իրանի ներսում էլ որոշակի ընդդիմություն կար կապված իրանական ներգրավվածության հետ, մասնավորապես Սիրիայում հակաահաբեկչական պայքարի հետ, եւ այս իմաստով Իրանի ներսում այժմ տարբեր կարծիքներ չեն լինելու ահաբեկչության դեմ պայքարի հարցում։ Իրանցիները ակնհայտորեն ուժեղացնելու են իրենց միգուցե եւ ոչ անտեսանելի ներկայությունը Մերձավոր Արևելքի շատ երկրներում հակաահաբեկչական պայքարի համատեքստում եւ բնական է, որ Մերձավոր Արևելքում դարեր շարունակ գերտերության կարգավիճակ ունեցած պետությունը չի կարող նահանջել նույնիսկ ամենասառը եւ ամենաողբերգական հետևանքներ հետապնդող ահաբեկչության առջև։ Դուք ասացիք տեսանելի թե անտեսանելի։ Սիրիայում կարծես թե տեսանելի է։ Իրանական անտեսանելի հատված էլ կա Սիրիայում
Իրանը պաշտոնապես զորաբանակներ չունի Սիրիայում, բայց բոլորին է հայտնի, որ իրանական ուժերը այդտեղ ներկա են եւ այդ ներկայությունը մի քանի ճակատներում է, խոսքը վերաբերում է թե Իրանի կողմից հովանավորվող Հիզբալլահին, թե կամավորականներին, որոնք Սիրիայում պայքարում են եւ այս իմաստով Մերձավոր Արևելքում ահաբեկչությանը ծանր օրեր են սպասվում։ Իրանը պատկերավոր ասած քնած առյուծ է, որին արթնացնելը հղի է քաղաքակիրթ մարդկության համար այս համատեքստում դրական, իսկ ահաբեկչության համար բացասական հետևանքներով։ Մենք զրուցել ենք նաև Իրանի խորհրդանի պատգամավոր Կարեն Խանլարյանի հետ, լսենք հատված այդ զրույցից։ Ձևավորվել է հակաիրանական դաշինք, ասեմ, ամեն դեպքում ռազմավարական նշանակության ինչ-որ համաձայնություններ, որի մեջ ընդգրկվում են տարածաշրջանի մի շարք պետությունները։ Բնականաբար խոսքս հետադիմական պետությունների մասին է, այս համաձայնության լավագույն դրսևորումներից մեկը վերջերս հենց Սաուդական Արաբիայի մայրաքաղաքում ինչ-որ համաձայնություններն են, որոնք իմ կարծիքով ուղղված են հիմնականում Իրանի շահերի դեմ։ Այս հարցում իր կարծում եմ բացասական դերն ունի նաև Թուրքիան։ Թուրքիան նաև այս հակաիրանական քայլերի մեջ շարունակում է իր նկրտումները։ Իսլամական պետությունը որպես այդ բոլոր պետական պետությունների եւ շարժումների զինվորական կամ ռազմական արտահայտություն բնականաբար պետք է ինչ-որ քայլերի դիմեր Իրանի դեմ, այս անգամ հենց Իրանի սահմանների մեջ։ Վարդան, Թուրքիայի մասին խոսվեց, բայց սկզբից խոսենք Միացյալ Նահանգների մասին։ Թրամփի հակաիրանական հռետորաբանությունը պարզ է, բայց Թրամփը եւ Միացյալ Նահանգները պատկերացրեք տարբեր բաներ են, որովհետեւ պետդեպարտամենտի հայտարարությունները շատ ավելի զուսպ են։ Էլ չեմ ասում Սենատի եւ Կոնգրեսի մասին, եւ սենատոր Սանդերս ասաց, որ այս իրադարձություններից հետո պետք է հետաձգել պատժամիջոցների կիրառումը Իրանի դեմ։ Դուք հնարավոր համարում եք այդպիսի բան։ Գիտեք, ներամերիկյան զարգացումները չափազանց հետաքրքիր են, հատկապես այն համատեքստում, որ Միացյալ Նահանգները կայացած ժողովրդավարության խոշորագույն կենտրոններից է աշխարհում, եթե ոչ ամենակարևորը, եւ այս համատեքստում շատ դժվար է Տրամփի վարչակարգին սեփական քաղաքացիներին բացատրել, թե ինչու է ԱՄՆ դաշնակցային հարաբերություններ պահպանում այնպիսի օդիոզ երկրի հետ, ինչպիսին դիցուք Սաուդյան Արաբիան է, որտեղ մարդու իրավունքների չգիտեմ, ժողովրդավարության նշույլներ անգամ մի փոքր չափազանցեցնելով կարելի ասել, որ չկան։ Հետևաբար ամերիկյան դիրքորոշումը այս հարցում միասնական չի լինելու եւ Տրամփը ստանալու է նոր տիպի ընդդիմություն, ասեմ այսպես, միգուցե մի փոքր չափազանցեցնելով պրոիրանական տիպի ընդդիմություն, որովհետեւ Միացյալ Նահանգներում էլ խելամիտ մարդիկ շատ են, իսկ Իրանի հետ հակամարտությունը չի բխում որևէ կողմի շահերից, թե ամերիկյան, թե իրանական։ Անդրադառնալով Թուրքիային, որքան էլ Թուրքիան մրցակցում է Իրանի հետ, այդուհանդերձ այս հարցում կարծես թե շահագրգռված չէ իրավիճակի սրմամբ, նույնիսկ նկատի ունենալով հենց Քաթարի հետ հարաբերությունները։ Մենք տարածաշրջանում ունենք որոշ երկրներ, որոնք շատ դեպքերում վարում են լատենտ հակաիրանականության, ծպտված, թաքնված հակաիրանականության քաղաքականություն, եւ այս համատեքստում Թուրքիան նման քաղաքականության դրոշակակիրն է։ Անշուշտ ես կարծում եմ իր կաբինետի ներսում Էրդողանը եւ իր վարչակարգը նույնիսկ ձեռքերը տաքացնելու նկարտումներ ունեն Իրանի արչև ծառացած այս դժվարությունների համատեքստում, բայց կարծում եմ ակնհայտ ահաբեկչությանը պայքարելու, ահաբեկչությանը սատարելու կոչեր թուրքական կողմից սпасելը անտեղի կլինի, ամեն դեպքում Իրանը թող ներվի ինձ ասել Կատար չէ կամ որևէ այդ ծավալի պետություն չէ եւ Իրանի հանդեպ դիրքորոշումները լինելու են զգուշավոր թուրքական կողմից։ Սա ամենևին չի նշանակում, որ Թուրքիան էլ ահաբեկչությանը սատարող երկրների թվում չէ։ Ինչքան էլ տարօրինակ թվա, Թուրքիայի ներսում նույնիսկ իսլամական պետությունը իրականացնում է ահաբեկչություններ հակաերդողանական ուժերի դեմ, քրդեր, թուրքական ընդդիմություն եւ այլն։ Տեսեք, այնուամենայնիվ Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարները համաձայնել են այս ահաբեկչությունից հետո հանդիպել եւ դա ըստ երևույթին կապված է նաեւ Թուրքիայի եւ Կատարի բավականին սերտ հարաբերությունների հետ։ Թուրքիան չի պաշտպանում այդ Կատարի մեկուսացումը, ես ճիշտ եմ հասկանում։ Այո, որովհետեւ Թուրքիայում
Էրդողանի վարչակարգը շատ դեպքերում կարելի է կոչել մուսուլման եղբայրների թուրքական մի մոդել, իսկ Կատարը մուսուլման եղբայրներին աջակցող ամենակարևոր երկիրն է։ Եգիպտոս-Կատար հակամարտությունը պայմանավորված է հենց այս հանգամանքով։ Բնական է, որ թուրքական կողմը կուզենա իր համար լրացուցիչ արդյունքներ գրանցել այս ամբողջ հակամարտության արդյունքում, ցույց տալու համար, որ Իրանի հետ թեև-թևի տված կարող է պայքարել ահաբեկչության դեմ։ Իրականում գաղտնիք չէ եւ իրանցիներն էլ սա շատ լավ գիտակցում են, որ թուրքական կողմի համար պայմանները այնքան են նպաստավոր, որքանով որ Իրանը թույլ է։ Ուժեղ Իրանը Թուրքիային տարածաշրջանում ամենևին ձեռնտու չէ։ Դառնալով կրկին Միացյալ Նահանգներին եւ ավելի շուտ Եվրոպայի դիրքորոշմանը, Գերմանիայի արտգործնախարարը ուղիղ տեքստով ասաց այս ահաբեկչությունից հետո, որ հենց Միացյալ Նահանգներն են խառնում իրավիճակը, նպաստում ապակայունացմանը։ Հետևաբար Եվրոպայի դիրքորոշումը տվյալ դեպքում տարբերվում է Միացյալ Նահանգների դիրքորոշումից։ Ես կարծում եմ նման հայտարարությունները, ինչքան էլ պարադոքսալ թվա, Իրանը դասում են եվրոպական երկրների թիվը։ Ուզենան դա եվրոպացիները, թե չուզենան, այսինքն Իրանը նույնպիսի, այսպես ասեմ, եվրոպական տիպի երկիր է, որը թիրախ է դարձել ծայրահեղ ահաբեկչության համար, այնպիսի գործողություն է իրականացվել, ինչպիսին դիցուք Փարիզում կամ Լոնդոնում կամ Եվրոպայի այլ կետում։ Հետևաբար Իրան-Եվրոպական միություն հարաբերություններում կարող է նկատվել որոշակի մերձեցում, բայց կա մի կարևոր պայման։ Ցավոք սրտի Եվրոպան վաղուց արդեն դադարել է համաշխարհային քաղաքականությունում բևեռ դիտարկվելուց եւ ինչ որ առումով կցորդ է Միացյալ Նահանգների, հետեւաբար շատ խոստումնալից եւ պայծառ ապագա ակնկալելն էլ կարծում եմ տեղին չի լինի։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Իրանագետ Վարդան Ոսկանյան, ժամը 23-ին հեռանկարի հյուրն է լինելու արևելագետ Դավիթ Հովհաննիսյանը, նրա հետ նույնպես զրուցելու ենք միջին արևելքում ստեղծված իրավիճակի մասին, իսկ միջազգային թեման կշարունակի Քրիստինեն։